Շուն, շանգյալ, բոշա, զոմբի, ժեղ, ահա այս օրինակ էպիտետներով են ընդդիմադիրները շփվում քաղաքացիների, այդ թվում սեփական համակիրների հետ։ Եթե իհարկե փողով համակրին, կարելի է համակիր անվանել։ Իսկ հիմա եկեք տեսնենք, թե ինչպես են ուժեղ Հայաստանում հոգ տանում մարդկանց մասին։ Այդ ինչքան շուն շանգյալ կա, բերել գրանցել է շտաբիդ վրա, այն շուն շանգյալներին կգցես գյուղերը 100-ով, իրանցը կգցես շտաբի վրա։ Այն բոշան, դրանց եկամ տեսամ 200 տվին, մարդը 100։ Ասիմ համ կանչում եք, համ էլ երեխեքի վրա գոռում եք, ասում եք սպարտիվ կեքով են, փող չունեն, սպարտիվ կեքով պիտի գան, փող չունեն, ուզում եք մաքուր շիրտերով կան, հանեք փող տվեք։ Խաբար էի, որ 20,000 փող էին վերցել։ 20 այսօր վայանց հակի շլվարները վաղը որ պետք է հագնեն։ Ալիքն առը։ Ահա այսպես են հոգ տանում այն քաղաքացիների մասին, որոնց բերել են իրենց հանրահավաքին, վրաները գորգռալով, նվաստացնելով, նյութապես շագրգռելով ու հանրահավաքի քարշ տալով։ Ահա այսպես են ուժեղ Հայաստանում պատկերացնում հոգ տանելը ու պարզում է դժգոհ են, որ չակերտավոր փոքրիկ խմբակը ընտրությունների ընթացքում բարեգործության արգելք է սահմանել։ Դե մի տեսակ դժվարանում է ընտրություններ կեղծել ու ասենք 1.5 կիլոգրամ շաքարավազ բաժանել ընտրություններից առաջ, ինչպես օրինակ 2012-ին Կարեն Կարապետյանն էր անում։ Եվ ահա այս ամենի ֆոնին դեռ խոսում են նաև ապագա պատերազմով Արցախի հարց լուծելու մասին, առանց որևէ իրական հիմքի։ Իսկ հետո այս պատերազմի քառագլուխ ուժերը կպնդեն, որ իրենք էլ են խաղաղություն ուզում, իրենք որ եկան իրական խաղաղություն են բերելու։ Փառահեղ կոնցեպտ է, ինչ խոսք։ Սա ուժեղ Հայաստան չէ, սա նույն հին, նվաստացնող, կեղծ ու վտանգավոր իրականությունն է, պարզապես նոր փաթեթավորմամբ։ Ավանիշ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։